Հայկական ավանդական օրացույցում կան տոներ, որոնք ավելին են, քան ուղղակի տոներ, ունեն ոչ միայն հոգևոր խորհուրդ, այլև մեզանում ունեն ձևավորված ավանդույթներ, մշակույթ, օրինակ ինչպես Հայ առաքելական եկեղեցու 4-րդ տաղավար տոնից առաջ Աստվածամոր վերափոխման կամ խաղողորտնեքից առաջ խաղող չուտելը, եւ սա ընդամենը մի մասն է ժողովրդական ավանդույթների։ Օգոստոսի 16-ին մենք կնշենք Աստվածամոր վերափոխումը եւ խաղողորտնեքը։ Սպասվում է մեծ տոնակատարություն երազայգում լի բազմազան ծրագրով։ Այս պահին հյուրընկալել ենք մեր տաղավարում այն մարդկանց, ովքեր ձեռնամուխ են եղել կազմակերպելու այս փառատոնի դժվար եւ հետաքրքիր մասը, խոսքը Տարազ ֆեստի մասին է, առանց որի արդեն դժվար է պատկերացնել այս փառատոնը, եւ այսպես մեր տաղավարում են Տարազ ֆեստ փառատոնի համակարգող Ալլա Պողոսյանը եւ փառատոնի կազմակերպիչ Նարե Զաքարյանը, երկուսն էլ հանդիսանում են Տերյան մշակութային կենտրոնի աշխատակիցներ։ Բարի գալուստ մեր տաղավար։ Եվ այսպես, երկրորդ տարին է, որ Տարազ ֆեստը զարդարում է այդ գեղեցիկ տոնը, խաղողորտնեքը, Աստվածամոր վերափոխումը։ Եկեք սկսենք ամենակարևորից, ինչ խորհուրդ ունի տոնը ձեզ համար։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար եւ ուզում եմ նշել, որ Տարազ ֆեստը երկրորդ տարին է, որ արվում է Երազ այգում, բայց սա Տարազ ֆեստ փառատոնի արդեն թվով 9-րդ տարին է, որ կայանում է Տարազ ֆեստը։ Տարազ ֆեստը Տերյան մշակութային կենտրոնի կարևորագույն նախաձեռնություններից եւ հեղինակային ծրագրերից մեկն է, որին ամեն տարի մենք պատրաստվում ենք մեծ ոգևորությամբ, ինչպես Տարազ ֆեստը, այնպես էլ կարևորագույն եկեղեցական տոներից մեկը, ինչպես արդեն դուք նշեցիք, Աստվածամոր վերափոխման տոնը մեր համար շատ կարևոր է եւ այդ հոգևոր տոնը կապել մեր հեղինական եւ մեր համար շատ կարևոր ծրագրերից մեկի հետ մեր համար մեծ պատիվ է։ Տարազ ֆեստը արդեն երկրորդ տարին է, որ կատարվում է Երազ այգում եւ ամեն տարի փորձում ենք ծրագրերը եւ փառատոնի անցկացվելիք միջոցառման հատվածները անել նույն տրամաբանության մեջ, բայց տարբեր, որպեսզի մարդկանց համար լինի հետաքրքիր եւ ամեն տարի նոր սպասելիք ունենան։ Բնականաբար պիտի հարցնեմ, եթե երկրորդ տարին է, ապա ինչն է պահպանվել եւ ինչն է նորություն լինելու այս տարի։ Դուք ասեցիք Տարազ ֆեստ փառատոնի հիմնական մասը կազմում են ցուցադրությունները։ Այս տարի ունենալու ենք Տերյան մշակութային կենտրոնի կողմից արված տարազների նոր եւ լայն հավաքածուն, որի ղեկավարը Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն է։ Իմիջիալս պետք է նշեմ, որ Լիլիթ այս պահին երկրում չի գտնվում եւ մենք այս տարի ավելի պատասխանատու լարված ենք, որովհետեւ առաջի տարին է, այո, առաջի տարին է, որ առանց Լիլիթի անցկացնելու ենք Տարազ ֆեստը։ Բայց նշենք, որ ինքը մասնակցում է, ոչ թե մասնակցում է, այնտեղ պատրաստվում է Ամերիկայում, այս պահին էլ թե գտնվում է ԱՄՆ Միացյալ Նահանգներում եւ պատրաստվում է իր անձնական նկարների ցուցահանդեսին եւ ցուցադրությանը տարազների, որը տեղի կունենա արդեն հոկտեմբեր ամսին, իսկ ցուցահանդեսը սեպտեմբեր ամսին։ Այո, զրուցել եմ Լիլիթի հետ եւ մենք նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ վերադառնալու պես Լիլիթին կհյուրընկալենք մեզ մոտ եւ կպատմի, թե ինչպես է անցել այդ հետաքրքիր ցուցադրությունները, անհատական ցուցահանդեսը հայ իրականությունից դուրս։ Գիտեմ, որ նաև տեղյակ եք ընդհանուր ծրագրի մասին եւ տեղեկացնենք մեր ունկնդիրներին, թե ինչ է սպասվում առհասարակ։ Կլինի ժամը 18:00-ին, մինչ այդ այգում կլինեն ուղղակի ժամանցային ծրագրեր։ Ժամը 18:00-ին կլինի ծրագրի մեկնարկը, բացումը արվելու է մեր համար շատ կարևոր, արդեն նշեցինք, Աստվածավոր վերափոխման տոնով, խաղողորտնեքով։ Ժամը 18:00-ին կկատարվի խաղողի օրհնության կարգը, այնուհետև կունենանք թատերականացված բեմականացումներ, այո, լինելու է հացի ծեսը, որը թատերականացված արդեն բեմականացման տեսքով կներկայացնեն Նավակատիք մշակութային կենտրոնը եւ Մասունք ազգային երգիպարի համույթը։ Այսինքն հացը տեղում է թխվելու։ Այո, նրանք փորձելու են հացի բոլոր ավանդական ձևերով, այո, իր բոլոր փուլերով այգում ներկայացնել բեմականացման ձևով։ Այնուհետև 20:00-ին արդեն կսկսվի Տարազ ֆեստը եւ ես արդեն նշեցի։ Մի փոքր ավելացում ունեմ, մենք ունենք այնտեղ նաեւ մաստեր կլասեր եւ լինելու են շուրջ բարեր։
Ժամը 19:30 լինելու է շուրջ բարեր եւ բացենք փակագծերը, վարպետության դասերը ինչին են նվիրված լինելու։ 19:30-ից մոտ 2-3 ժամ, այսինքն այնքան մութ լինի, որ էլ ոչ մեկ չցանկանա, քանի որ բոլորին այդ աշխատարաններից կտրելը շատ դժվար է։ Վարպետաց դասերը կլինեն տարբեր, այսինքն տարբեր այգու տարբեր մասերում տեղակայված կլինեն աշխատարաններ, որտեղ մարդիկ անվճար կարող են մասնակցել թաղիքագործության, կարպետագործության։ Այս տարի Տերամշակութային կենտրոնի կողմից կլինի նոր աշխատարան, դա դաջազարդումն է, այսինքն մասնակիցները հնարավորություն կունենանք պայուսակներ, որի վրա իրենք հայկական դաջերով կանեն դաջազարդումներ եւ այդ պայուսակները կարող են փառատոնից մի փոքր մաս վերցնել իրենց հետ եւ տանել։ Կունենանք կերամիկայի վրա նկարչություն, բացիկա կունենանք եւ ինչ որ բան մոռացա։ Եվ ունենք գլխազարդերի պատրաստում, այո, հայկական գլխազարդերի պատրաստում, որ էլի մասնակիցները հնարավորություն կունենան վերջում տանել իրենց հետ։ Եվ իհարկե մեր ավանդական ֆոտոզոնան միշտ այնտեղ է լինելու։ Կարծես ամենագրավիչ մասն է, կարող են գալ եւ նկարվել ազգային հագուստներով գրելով տարազներ։ Այո, ազգային հագուստը կարող են կրել եւ տեղում լուսանկարվել, կունենանք հատուկ տաղավար դրա համար առանձին ներկայացված։ Այնտեղ ուղղակի ցուցադրությունների մասով մի փոքր ուզում եմ հավելում անել, որ ցուցադրվելու է ոչ միայն Տերամշակութային կենտրոնի հավաքածուն, ցուցադրվելու է նաեւ մշակութային կենտրոնի կողմից ստեղծված ապրանքանիշի տարազարդ ապրանքանիշի էթնո հավաքածուն եւ կարեւորագույն հատվածը այն է, որը Լիլիթի գլխավոր նախաձեռնություններից մեկն է, որ ունենանք նոր երիտասարդ եւ կրթված դիզայներներ եւ ամբողջ տարին նա այդ նախաձեռնությունը ունենում է եւ փորձում է օգնել եւ ասպարեզ բերել նոր երիտասարդների եւ հնարավորություն տալ նրանց, որպեսզի կարողանան ցուցադրվել եւ իրենց ասելիքը ասել հանդիսատեսին։ Այստեղ երկրորդ անգամ մասնակցում են երկու դիզայներ, երիտասարդ դիզայներներ են մասնակցում եւ մեզ կմիանա նաեւ եւ մեզ միանում են նաեւ Բավեյանը դիզայներներից եւ Սոֆելին, ովքեր կներկայանան իրենց հավաքածուներով նոր։ Այսինքն 6 հավաքածուի ցուցադրություն կլինի։ Երբ որ խոսում ենք զարդերի եւ զարդանախշերի եւ տարազի մասին, ինձ միշտ հետաքրքիր է դուք կարող եք հիմնավորել պատճառը, թե ինչու այսօր ոչ միայն երիտասարդությունը կարիք ունի կամ պահանջ ունի վերադարձի դեպի մեր էթնո արմատներ եւ շատ աքսեսուարներում գրել որևէ հիշեցում այդ տարազի տարերից կամ էլեմենտներից։ Ինչով է պայմանավորված ըստ ձեզ։ Ընդհանուր դա մեր մշակույթն է ու մեր արյան մեջ է, այսպես ասած, արյան կանչը ոչ ոք չի փոխում ու իրականում հիմա քանի որ այս էթնո բրենդերի միջոցով բոլոր ավանդական հագուստի տարերը դարձել են ավելի արդի, ավելի կրելի, ավելի ժամանակակից, ինչու չգրել քոնը, եթե կարելի է օգտագործել թեկուզ առօրյայում, թեկուզ ես ինքս յուրաքանչյուր իմ ինչ որ տեղ գնալուց փորձում եմ գրեմ ավանդական ինչ որ մի դետալ կամ հայկական ինչ որ մի բան, որը որ ինձ կհիշեցնի կամ թեկուզ մարդկանց կհիշեցնի մեր արմատների մասին։ Դա ավելի շատ դուրք է նորաձևություն, թե այնուամենայնիվ, ինչպես ասացիք, արմատների կանչ եւ արյան կանչ, որը ոչ ոք չի չեղարկել։ Ունենք անվանում, որը օգտագործում է Լիլիթի կողմից եւ շատ երկար փնտրտուքների եւ շատ երկար մտածելու արդյունքում ստացանք այդ անվանումը, որը անցյալի ապագան է եւ անցյալի ապագան հենց ընտրվել է այդ գաղափարախոսությամբ, այսինքն ինքը իր մեջ ունի եւ անցյալը եւ հավաքածուն արվում է, որի անունը անցյալի ապագա է եւ ինքը ունի իր մեջ եւ անցյալը եւ ապագան։ Այսինքն մենք չենք կարող տեղ չտալ նորաձևությանը, քանի որ այսօր մարդիկ շարժվում են նորաձևության կանոններով, բայց այդ ամեն ինչի մեջ օգտագործելով անցյալից մի հատված, մենք կարողանում ենք ապրեցնել նա, չտալով մոռացության եւ չկորցնելով։ Այսինքն քայլում ենք նորաձևությանը
ժամանակին համընթաց, բայց կարողանում ենք օգտագործել նաև այն ամենը, ինչ որ մենք ունեցել ենք, որը կարող է մոռացության վտանգ ունենալ եւ որի ապրեցնելը այսպես ավելի կարելի ասել գրագետ է եւ ավելի ինքը աշխատատար է, հեշտ չի անցյալը վերել ներկա եւ տանել դեպի ապագա, շատ բարդ է եւ մարդկանց համոզել, որ պետք է կրել դա։ Բայց կարելի ասել Լիլիթի մոտ ինչ որ չափով դա ստացվում է եւ ինքը կարողանում է չափով ես ճամփորդել եմ եւ ամբողջ աշխարհում տարբեր երկրներում դա մեկ էլ պատահաբար հանդիպում եմ մարդկանց, ովքեր կրում են ինչ որ կիմոնո կամ հատկապես Լիլիթի ստեղծած կիմոնոները շատ են սիրում ու պարբերաբար մեկ էլ նենց հաճելի է երբ որ այլ երկրում տեսնում ես քեզ հարազատ մենք թեստ արեցինք մի քանի օր առաջ ես եւ Նարեն գտնվում էինք Ռումինիայում Բուխարեստ քաղաքում հայկական համայնք ունի մի շատ գեղեցիկ փառատոն մի քիչ շեղվեցինք թեմայից շատ գեղեցիկ փառատոն եւ փառատոնի ընթացքում իրանք հրավիրում են հայ-ռումինական փառատոն ենք կարելի ասել եւ ունենում ենք հյուրեր Հայաստանից եւ Ռումինիայի տարբեր հայտնի խմբեր Պարի խումբ, Երգի խումբ եւ նույնը Հայաստանից եւ այս տարի ես եւ Նարեն որոշեցինք եւ 30,000 մասնակից ուներ փառատոնը 30,000 արվում էր իրանց բուսաբանական տեղացիներ մեծ զբոսաշրջիկներ հայեր ունենք ռումինացիներ ունենք ինքը հայ-ռումինական ֆեստիվալը եւ այդ ընթացքում մենք որոշեցինք որ մեր հագուստով կամ մեր կենտրոնի ինչ որ մի դետալով տեսնենք պետք է լուսանկարը հանենք եւ մենք հասկացանք որ արդեն 200-ից ավել լուսանկար ունենք որ մարդիկ դա գնել են ունեցել են մեզանից եւ իրանք դա պահում են հենց այդ ֆեստիվալի օրվա համար եւ այդ 3000 մարդու մեջ պատահական հանդիպում ենք մարդու որ մեր հագուստով էր ու շատ հաճելի էր իսկապես հաճելի է հասկանում ենք արդեն որ այո խոսքի մեջ ասացիք նորաձևության կանոններ ով է դա սահմանում Եվ երբ խոսքը գնում է տարազի մասին, արդյոք կա որոշակի չափանիշներ, որը պետք է պահպանել, չչարաշահել, նախ 100%-ով համոզված լինել, որ դա ազգային հայկական զարդանախշ է, տարազ է, փոխառնված չէ կամ միքսված չէ մեկ այլ մշակույթի հետ։ Այս ամենով կան մասնագետներ, ովքեր խստորեն զբաղվում են եւ հետևում են։ Կենտրոնում յուրաքանչյուր դետալ առաջին հերթին ուսումնասիրվում է թանգարանային նմուշներից, գրքերից, մենք ունենք շատ խելացի աշխատակիցներ, ովքեր իրենց ջանքը չեն խնայում, որպեսզի օր ու գիշեր նստեն ամեն ինչ հանեն դետալ ու դետալ, թվայնացնեն ամեն բան։ Մենք ունենք ազգագրագետներ, որոնց հետ աշխատում ենք, ոչ թե մեր կենտրոնի աշխատակիցներն են։ Մենք աշխատում ենք Տիկին Սվետա Պողոսյանի հետ, ով աշխատում է Սարտարապատի ազգագրության ինստիտուտում։ Մենք ունենք մեր հետ աշխատող շատ հայտնի եւ մեր կողմից շատ սիրված պարոն Աշխունչ Պողոսյանը, այսինքն մենք երբ որ սկսում ենք հագուստը վերականգնել, թանգարանային նմուշը երբ որ պիտի վերականգնվի, նախ դրանք ուսումնասիրվում են արխիվներում, որոնց հետ մենք ունենք հուշագրեր, պարբերաբար կարողանում ենք այնտեղ ուսումնասիրություններ կատարել եւ արդեն յուրաքանչյուր դետալը իր նեղ մասնագետի հետ դրվում է քննարկման, մեկ թանգարանային նմուշի վերականգնումը մոտ 2-3 ամիս կարող է տևել, որովհետեւ ամեն դետալ իր նեղ մասնագետի հետ դրվում է քննարկման, բերում ենք նրա վերջնական տեսքը ճիշտ թանգարանային նմուշի ոնց եղել է, հետո արդեն մեր մասնակիցները, ովքեր աշխատում են Տերամշակութային կենտրոնում, սկսում են դա վերականգնել։ Տարազի վերականգնման մեջ շատ խիստ ենք, Լիլիթը, դա ամեն ինչ այո, գալիս է Լիլիթից, տարազի վերականգնման մեջ նա շատ խիստ է, բայց մենք ունենք նաև ժամանակակից հավաքածուներ այդ նորաձևության կանոններով, որոնք արդեն մեր կողմից արված ոճավորված հագուստներ են, այսինքն դրանք ոչ թե ճիշտ տարազի պահպանումն են, նա մեր թանգարանային նմուշն է, որը մեր կողմից գնում է ցուցադրությունների, որը ներկայանում է տարբեր երկրներում, տարբեր թանգարաններում, բայց մենք ունենք մեր ոճավորված հագուստների հավաքածուն, որտեղ արդեն կա Լիլիթի անձնական մոտեցումը, քանի որ Լիլիթը նկարիչ դիզայներ, արվեստագիտության թեկնածու, նա ունի արդեն հագուստների մեջ իր անձնական մոտեցումը եւ
սրանք արդեն դառնում են ուրիշ հավաքածուներ։ Այդ անցյալի ապագան է դառնում, պահպանելով փոքր դետալներ տարազային խմբից կամ գորգանախշերից, փորձում է ստանալ նոր հագուստներ, որոնք այսօր առօրյայում ավելի կրելի կլինեն եւ մարդկանց համար ավելի հեշտ կլինի դա ունենալը, կրելը եւ ներկայացնելը։ Իսկ ժամանակակից տեխնոլոգիաները նպաստում են ինչ-որ կերպ, թե վախենում ենք, որ կարող են սխալվել եւ տանել սխալ ուղղությամբ։ Նորից անդրադառնանք, որ տարազի առումով մենք բացարձակ դրանից չենք օգտվում, որովհետև իրանք այո կարող են սխալվել, բայց չեմ կարող ասել, որ իրանք տեղ չունեն մեր մշակութային կենտրոնում, բնականաբար օգտվում ենք, քանի որ դա արդեն դարի ապրելակերպ է դարձել, այո, բայց ամեն դեպքում Լիլիթը կողմ է նրան, որ եթե արվում է մի բան, մենք պետք է մտածենք, մենք պետք է նկարենք, մենք պետք է գծենք, հետո դա պետք է թվայնացնենք, հետո դրա օրինակը պետք է փորձենք ձևելով, հետո պիտի հավաքենք, հասկանանք, նոր արդեն շարունակենք ամեն ինչ։ Չեմ կարող ասել, որ ամեն ինչ 100%-ով տալիս ենք դրան, բայց միանշանակ օգտագործում ենք։ Գիտեմ, որ կենտրոնը մշտապես լի է տարբեր նախագծերով, որոնք բարբերաբար նույնիսկ զուգահեռ են ընթանում, եւ գիտեմ, որ Տարազ Ֆեստը այս օրերին մեծ նախապատրաստություն ու ջանքեր է պահանջում, բայց զուգահեռաբար նաև պատրաստվում եք դուրս գալ Երևանից եւ գնալ մարզեր։ Մի փոքր այդ մասին նաև։ Պետք է գնանք, գնալու ենք եւ հետ գանք, որտեղ մենք ունենք եւս 2 ֆեստիվալ, որոնք միաժամանակ զուգահեռ կազմակերպում ենք։ Սեպտեմբերի 5-ին 6-ին մենք ունենք Տարազ Ֆեստ Մեղրիում, որտեղ ունենք հյուրեր ԱՊՀ երկրներից, ովքեր կներկայանան իրենց էթնո հավաքածուներով, իրենց երկրներին եւ բացի դրանից ունենք նաեւ վարպետներ ԱՊՀ երկրներից հրավիրված։ Այսինքն հրավերը եղել է այսպեսին, ամեն երկրից ԱՊՀ 7 երկրից հրավիրված մասնակիցներ ունենք եւ ամեն երկրից ունենք հրավիրված 1 դիզայներ եւ 2 վարպետ։ Դիզայներները կներկայացնեն էթնոհավաքածուները, ինչպես արդեն Նարեն նշեց։ Երևանից մեր հետ մեղրի կժամանեն մոդելների խումբը եւ այնտեղ պրոֆեսիոնալ մոդելներով մշակույթի տանը մեծ ցուցադրություն կունենանք, որտեղ ներկայացվելու է եւ մեր էթնոհավաքածուները եւ այդ երկրներից հրավիրված դիզայներներն։ Իսկ դրսում արդեն կունենանք տաղավարներ, որտեղ այդ երկրի մասնակիցները եւ նաեւ մեր կողմից Հայաստանից ներգրավված վարպետներ, ովքեր կներկայացնեն արդեն իրենց կողմից կատարված եւ իրենց երկրին հատուկ նմուշներ, աքսեսուարներ, կլինի նաեւ վարպետության դասեր, ամեն վարպետ իր մասնագիտական ուղղվածությամբ կանի վարպետաց դաս։ Իսկ ինչի է ընտրվել Մեղրին, որովհետև Մեղրին այս տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է եւ փառատոնը դրա համար կարվի Մեղրիում սեպտեմբերի 5-6։ Այս փառատոնը արվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, որի համար նաեւ շնորհակալ ենք մեզ վստահելու այդ մեծ գործը, որպեսզի կարողանանք այնտեղի կատարածել եւ այնուհետեւ ամսի 7-ին հետ գալով Մեղրից եւ հետ վերադարձնելով մեր մասնակիցներին իրենց երկրները, 2 օր հետո կդիմավորենք եվրոպական 10 երկրից հրավիրված դիզայներներին եւ վարպետներին, որոնց հետ այս անգամ միջոցառումը կարվի հաղթանակ զբոսայգում սեպտեմբերի 12-ին եւ 12-13։ 12-ը լի կլինի ցուցադրություններով, կունենանք 11 ցուցադրություն, այստեղ նույնպես արդեն այդ երկրից հրավիրված մեր հյուրերը կներկայացնեն իրենց հավաքածուները։ Ավելացնեմ, մենք միայն Եվրոպայից չենք, Ինդոնեզիայից էլ ունենք հյուր, ով կան աշխարհագրությունը լայն է։ Այո, իրենց Fashion Week-ի համակարգող կազմակերպիչը ցանկություն հայտնեց մասնակցել մեր միջոցառումը, քանի որ անցած տարի Լիլիթը հենց Ինդոնեզիայում ծանոթացել էր եւ մենք անցած տարի Ինդոնեզիայում մասնակցեցին Fashion Week-ին, ցանկություն է հայտնել, որ անպայման մեր կողմից կազմակերպված ֆեստիվալին ինքը մասնակցի, այո, նաև կլինի Ինդոնեզիայից մեր ներկայացուցիչը։ 12-ին կլինեն ցուցադրությունները, 12 եւ 13 միաժամանակ էլի կունենանք վարպետության դասեր, աշխատարաններ եւ տաղավարներ ներկայացված։
Շատ հագեցած է ձեր ծրագիրը առաջիկա ամիսներին անգամ Եվ սա դեռ վերջը վախենում եմ հարցնել, իսկ երբ եք հանգստանում։ Կարծես չունենք ժամանակ։ այդ աշխատանքը այնքան ձեզ հաճույք է պատճառում, որ չեք էլ հոգնում։ Դե դա ենթադրություն է։ Դուք պատմեցիք, որ ապակենտրոնացվում է ֆեստը, այսինքն Երևանից դուրս է գալիս եւ գնում է մարզեր, իսկ ունեք ծրագիր հայրականությունից դուրս ցուցադրելու մեր հավաքածուները, մեր մոդելներին, ինչ որ անում ենք։ Այո, տարվա մեջ մի քանի անգամ ունենում ենք հրավերներ, ինչպես նշեցի, մի քանի օր առաջ վերադարձել ենք Բուխարեստից եւ ֆեստիվալների ավարտին պես կմեկնենք Լեհաստան, որտեղ կունենանք տարազների ցուցադրություն եւ այնտեղ մի փոքր նորություն կունենանք, բայց այս պահին ես չբացեմ այդ փակագծերը, երևի հետո կազմակերպիչները կխոսեն դրա մասին եւ ունենք հետաքրքիր ծրագիր, որի սկիզբն ենք այնտեղ դնելու, դա սեպտեմբերի 25-ից հետո Լիլիթն էլ արդեն կլինի Հայաստանում, երևի մյուս հյուրընկալությանը դրա մասին էլ կպատմենք արդեն։ Առաջիկա մոտ ցուցադրությունը, այո, սեպտեմբերի 25-ն է Լեհաստանում։ Դե ինչ ամփոփենք մեր այսօրվա հանդիպումը եւ հիշեցնենք մեր ունկնդիրներին, որ օգոստոսի 16-ին Երազայգին բացում է իր դռները եւ պետք է ասել, որ այն հրաշք միջոցառումները, որոնք նախատեսված են սկսած ժամը 18-ից, հիմնականում անվճար են։ Մենք չնշեցինք, որ այդ մուտքն ազատ է, մենք չնշեցինք, որ մենք այդ օրը նաեւ ունենք երաժշտական կատարում, մեր սիրելի Ethno Colors-ը մեզ հետ լինելու այդ օրը, եզրափակելու ֆեստիվալը իր ելույթով ժամը 21:00-ից ունկնդիրները կարող են վայելել այսինքն բոլոր հետաքրքրության մարդկանց համար մենք ունենք առաջարկ։ Իսկապես վերածենք այդ տոնական օրը մեծ տոնակատարությանը, անմոռանալի օրվան եւ հիշարժան դարձնենք օրը։ Շնորհակալություն։ Սպասում ենք բոլորին։ Շնորհակալություն, հաջողություն ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկապես շատ պատասխանատու փուլում եք, որովհետեւ Լիլիթը այստեղ չէ, բայց ես վստահ եմ, որ պատվով դուրս կգաք այդ մեծ առաքելությունից։ Անենք դրա համար։ Հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք Տարածֆեստ փառատոնի համակարգող Ալլա Պողոսյանին եւ փառատոնի կազմակերպիչ Նարե Զաքարյանին։ Այսօրվա համար այսքանը, մինչ նոր հանդիպում։